Շարժումների պլաստիկայի միջոցով դուրս բերել ներքին խոհերն ու զգացմունքները, արտաքին աշխարհը ընկալելով դառնալ ավելի անմիջական, առանց սահմանափակումների։ Շվեդ խորեոգրաֆ Վերան ներկաներին ծանոթացնում է ներառական փոխշփման մոտեցումներին, թե ինչպիսի արտահայտչամիջոցներով ներգործել եւ հնարավորություն տալ ներառական համակարգում ընդգրկված մարդկանց շփվել եւ զարգացնել գեղարվեստական մտածողությունը։ Արվեստը ինքնատիպ միջոց է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել առանց արգելքների, նկարչության, պարի, երգի, թատրոնի եւ արվեստի այլ ճյուղերի հետ, միտքը եւ ասելիքը հասանելի դարձնել յուրաքանչյուրին, այդ թվում նաեւ տեսողության, լսողության կամ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց։ Վարժություններն ու մեթոդները, որոնք ներկայացնում են մասնակիցներին, մի կարևոր նպատակ ունեն զարգացնել նրանց հաղորդակցման սահմանները, ձևավորել գեղարվեստական, գեղագիտական մտածողություն, ինչպես նաեւ հեշտացնել փոխհարաբերությունները ներառական միջավայրում հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ։ Ես ամենևին չեմ պնդում, որ նրանք ամբողջությամբ որդեգրեն այստեղ ներկայացվող մոտեցումները կամ դրանք դարձնեն պարտադիր ուսուցման մեթոդ։ Ավելի շուտ հույս ունեմ, որ մեր եւ տեղական փորձի համադրությամբ կծնվեն նոր գաղափարներ, որոնք կնպաստեն ներառական կրթության զարգացմանը։ Դիդակտիկ նյութերը, յոգան եւ խաղ ներկայացումների մեթոդները զարգացնում են արվեստի ոլորտի մասնագետների հմտությունները։ Ներառական կրթության համակարգում շվեդական փորձի կիրառումը հնարավորություն է տալիս մատչելի դարձնել շփումն ու ուսուցման գործընթացը ոչ միայն արվեստի դպրոցներում, նաև ներառական համակարգում ընդգրկված անձանց հետ աշխատող կոլեկտիվներում։ Ուսուցիչը եկել է Շվեդիայից ու հետաքրքիր փորձառությամբ նա մեզ սովորեցնում է այնպիսի մասնագիտական գաղտնիքներ, այնպիսի վարժություններ, որոնք իրականում պարզությունների մեջ են, բայց իրականում լուծում են շատ մեծ խնդիրներ։ Բաներ կան, որ կիրառվում է, բաներ կան նոր սովորեցինք, հիմնականում այդ երեխաների հետ համբերություն է պետք, ամենաշատը ու պրոֆեսիոնալիզմ, ինչքան ավելի դու զարգանաս դեպի պրոֆեսիոնալ ճանապարհ, այդքան հեշտ կլինի մեզ այդ երեխաներին, այդ մասային ինտեգրել մեր հասարակություն։ Նյութերի եւ պարագաների համադրությամբ ստեղծված սիմվոլիկ առարկաները, մեկի դեպքում ծաղիկ, մյուսի դեպքում դրոշ կամ կենդանի, դառնում են ստվերների թատրոնի գլխավոր հատկանիշները։ Այսպիսի միջավայրում ծնվում է հանպատրաստից բեմականացում, նվիրված ներառականության գաղափարին։ Իր արտաքին տեսքի պատճառով մերժված ծաղիկը վերջում բացահայտվում է որպես ամենանուրբ բույր ունեցողը։ Այսինքն ընդգծված է կարևոր այն միտքը, որ արտաքին առանձնահատկությունները հաճախ կարող են ստվերել արժեքավոր հատկանիշները, որոնք իրականում ունի անձը։ Ներառական կրթությունն էլ հենց այս գաղափարի մասին է։ Ձեզանից առավել որում էր այն ծաղիկը, որին ես չքաղեցի։ Ես կարծեցի, թե նա տգեղ է, բայց նա ձեզանից գեղեցիկ էր, որովհետև նա առավել էր բուրում։ Նրանք յուրահատուկ են, հենց այդ երեխաներին պետք է շատ սիրել, նվիրվել, եւ դրան գումարած արդեն մասնագիտական կարողությունները, փորձը եւ նման սեմինարների, վերապատրաստումների մասնակցությունը եւս շատ կարեւոր են եւ շատ նպաստում են մեր աշխատանքի որակի համար։ Մեզ թվում է, որ մենք շատ հետամնաց ենք այդ հարցերում, մեր խնդիրները շատ ավելի շատ են, բարդ են, բայց դա այդպես չէ։ Նույնիսկ շատ զարգացած երկրներում նմանատիպ խնդիրները կան եւ ամենտեղ պետությունը, տարբեր կազմակերպությունները շատ ռեսուրսներ ներդնում են, որպեսզի այս հարցը լուծվի։ Կատարողական արվեստը կարծում եմ լավագույն գործիքներն են այս փոփոխությունները մեր հասարակություն բերելու համար։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքն ու արկա խոչընդոտները շատ առումներով նման են թե Շվեդիայում, թե Հայաստանում, թեև մեզ մոտ այն գտնվում է պետական ուշադրության կենտրոնում, բայց ինտեգրումը հաճախ բարդանում է նաեւ հասարակական ու ավանդական ընկալումներով պայմանավորված։ Հասկանալի է, ամեն ինչ միանգամից եւ ոչ մեկը փոխել չի կարող, հնարավոր էլ չէ, բայց երբ եսը դառնում է մենք, գաղափարներն էլ են միավորվում ու ներառական միջավայր ձևավորել ավելի իրական ու հասանելի է թվում։ Վերան եւ իր թիմը փորձի փոխանակման ու հմտությունների զարգացման ծրագիր կիրականացնեն նաեւ Գորիսում։ Նպատակաուղղումը մեկն է՝ ներառականությունը որպես համընդհանուր մտածելակերպ հասանելի դարձնել շատ ուսուցիչների եւ արվեստի ոլորտի մասնագետների միջոցով։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարակյան, Հորիզոն,